Մանդալայում Մյանմայի երկրորդ խոշոր քաղաքում մարդիկ գիշերը փողոցում են լուսացրել։ Քաղաքի տարբեր մասերում տեղադրված ժամանակավոր կացարաններում։ Շատերը էլ տեղ չունեն վերադառնալու, մի մասն էլ վախենում է սարսափելի երկրաշարժի արդեն տասնյակների հասնող հետցնցումներից։ Ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը Մանդալային շատ մոտ էր։ Զոհերի թիվը 1700-ի է հասել, 3400 մարդ տուժել է, 300-ը անհետ կորած են համարվում։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության զոհերի թիվը կարող է անցնել 10,000-ը։ Վերջին 100 տարվա մեջ սա ամենաուժեղ երկրաշարժն էր Մյանմայում։ Մյանմայի ժողովուրդը հումանիտար օգնություն է ստացել Հնդկաստանից։ Չինաստանը մոտ 14 միլիոն դոլար օգնություն է խոստացել Մյանմայի կառավարությանը։ Աղետի գոտում նաև ռուս փրկարարներն են աշխատում։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը փլատակներից փորձում են ազատել ամերիկացի փրկարարները։ 30 հարկանի երկնաքերի փլուզումից 48 ժամ է անցել։ Ողջ մնացած մարդկանց գտնելու հույսը փոքր է։ Տասնյակ բանվորներ դեռ անհետ կորած են։ Ես կամավոր եմ Բանգկոկի առողջապահության հիմնադրամից։ Ուտելիք, ջուր եւ առաջին անհրաժեշտության ամեն ինչ տալիս ենք նրանց, ովքեր այստեղ աշխատում են։ Իսկական հերոսներ են։ Դեռ հույս ունեն, որ ողջ մարդիկ կան, փորձում են գտնել։ Թայլանդի քաղաքներից ամենաշատը Բանգկոկն է տուժել։ Մարդիկ մինչև հիմա չեն հավատում վերապրածին։ Ես չեմ զգացել երկրաշարժը։ Երկաթուղային կայարանում էի այդ պահին։ Դե գիտեք, այնտեղ միշտ երկրակեղևը դղրդում է, բայց այնինչ տեսա այստեղ քաղաքում սարսափելի էր։ Զոհերի թիվը Թայլանդում 18-ի է հասել։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։